Վստահ եմ, որ ընդդիմությունը նույնպես վաղ թե ուշ պետք է գտնի այս քաղաքական համախմբման միջոցը, որովհետև առայժմ կարելի է ասել ընդդիմություն որպես այդպիսին, այսինքն որպես հավաքականություն, որպես միասնական ճակատ գոյություն չունի։ Մենք ունենք ընդդիմադիր ուժեր, բայց չունենք ընդդիմություն։ Շատ պարզ օրինակով ես ձեզ դա կարող եմ բացատրել, որովհետև տարօրինակ է ընդդիմության համախմբվելու, միասնականանալու լավագույն առիթը հենց այս ընտրություններն էին եւ սահմանադրության հանրաքվեն։ Եվ այս առիթը ընդդիմությունը չկարողացավ օգտագործել։ Ինչ պետք է աներ ընդդիմությունը։ Շատ պարզ մի բան։ Այն, ինչ արվեց 1990 թվականին, երբ ընտրությունների ժամանակ բոլոր հակակոմունիստական ուժերը միավորվեցին, անկախ իրենց ներսում ունեցած տարաձայնություններից, գաղափարախոսական հակասություններից եւ այլն, բոլոր հակակոմունիստական ուժերը միավորվեցին եւ միասնական ցուցակով մասնակցեցին ընտրություններին եւ արդյունքը դուք տեսաք։ Այսօր ես կարծում եմ, եթե ընդդիմությունը իր արժեվ խնդիր էր դրել, տապալել սահմանադրության ընդունումը, իր արժեվ խնդիր էր դրել, տապալել ներկա իշխանությունները, ամենահեշտ եւ ամենատրամաբանական ճանապարհը նրանց միավորումն էր, մոռանալով միառժամանակ իրենց ներքին հակասությունները, պետք է միավորվեին այս իրենց տեսակետից ազգային գերխնդրի շուրջ, բայց դա չկարողացան կատարել։ Նրանք հանդես են գալիս համամասնական ընտրություններում 10 կուսակցական ցանկերով, պետք է ունենային 1 ցանկ, սա շատ հեշտությամբ կարող էին անել։ Իսկ 150 մեծամասնական օկրուգներում հանդես են գալիս առանձին տեխնացուներով, երբ կարող էին համաձայնության գալ եւ յուրաքանչյուր օկրուգում պաշտպանել 1 տեխնացուի։ Այդ դեպքում իհարկե մեր գործը շատ դժվար կլիներ։ Այդ դեպքում ընտրություններում ըստ երևույթին կունենայինք նույն պատկերը, ինչ ունեցանք 90 թվականին, այսինքն ընդդիմությունը եւ իշխանությունները կունենային, ասենք 45-55% հարաբերակցություն։ Ես չեմ պատկերացնում այսպիսի պարակտված վիճակում նրանք ինչպես են մասնակցելու ընտրություններին։ Պարոն նախագահ, այ զուգահեռները պատմական շատ հետաքրքիր են ինձ թվում է, եւ ես կարող եմ այդ հարցը տալ դες որպես 90 թվականի ընդդիմության ներկայացուցիչ։ Ինչու 90 թվականին ընդդիմությանը հաջողվեց միասնական ճակատ ստեղծել իշխանությունների դեմ, իսկ այսօր դա չի հաջողվում։ 90 թվականին իսկապես ընդդիմությանը հաջողվեց համախմբվել, իսկ այսօր ոչ։ Եվ դա ունի շատ պարզ, կարելի է ներողություն խնդրելով օտարբար օգտագործելու համար, օգտագործել տրիվիալ բառը, շատ տրիվիալ բացատրություն։ 90 թվականին ընդդիմությունը համախմբված էր, միավորված էր գաղափարի շուրջ։ Այդ գաղափարը կոմունիստական տոտալիտարիզմի թոթափումն էր, Արցախի ազատագրումը եւ Հայաստանի անկախության ձեռքբերումը։ Չկային անձնական շահեր, չկային կուսակցական շահեր։ Այսօր դժբախտաբար ընդդիմությունը չունի այդ միավորող գաղափարը եւ նրանց նախընտրական գործունեության մեջ գերակշռում է գուցե եւ բացարձակորեն տիրապետում զուտ անձնական եւ կուսակցական շահը։ Այլապես անկարելի է հասկանալ, թե ինչու այդ փոքրիկ կուսակցությունները չէին կարող միավորվել եւ հանդես գալ միասնական ընտրական ցուցակներով։ Ես այլ բացատրություն չունեմ։ Եթե անգամ այդ նեգատիվ գաղափարը, որ ներկա իշխանությունների տապալումն է, նրանք համարեին իրենց միավորող հիմնական գաղափար, ազգային գաղափար, ազգային անվտանգության հետ առնչվող գաղափար, սա էլ անգամ պահանջում էր նրանցից միավորել իրենց բոլոր ուժերը։ Սա է բացատրությունը։